Նվազագույնը 4 քառակուսի մետր տարածք, անազատության մեջ պահվող յուրաքանչյուր անձի համար։ 23 թվից եմ ստեղ ու տվեցին 4 տարին։ Արդեն 3-րդ տարին 58-ամյա կինը Աբովյան քրեակատարողական հիմնարկում է։ Գողության համար է դատապարտվել։ Դրական վարքը հաշվի առնելով գտնվում է ցածր անվտանգային գոտում։ Դա նշանակում է ոչ թե խցային, այլ կացարանային պայմաններ, տեղաշարժի համեմատաբար լայն հնարավորությամբ։ Աբովյան քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված 70 կին կա, 7 անչափահաս ու նաև 3 մինչև 21 տարեկան անձ։ Ընդհանուր 80-ը, որոնցից 13-ն օտարերկրացի է։ Անչափահաս դատապարտյալները լավ վարքի դեպքում չափահաս դառնալուց հետո էլ որոշ ժամանակ կարող են պահվել այստեղ։ Քրեակատարողական հիմնարկի պետն ասում է, անչափահասներն ազատազրկման վայրում հայտնվում են հիմնականում դանակահարության ու գողության պատճառով։ Կանանց կատարած հանցագործությունները ավելի սոցիալական բնույթի են, գողություն, խարդախություն, ավելի թեթև հանցագործություններ են, սպանության դեպքեր շատ չեն, գրեթե չկան։ Վերկացից մինչև քնի ժամ սահմանված է օրվա կարգացուցակով։ Հեղինե Մարտիրոսյանը նշում է, մեծ տեղ են տալիս վերասոցիալականացմանը, նաև զբաղվածություն ու կրթական ծրագրեր են ապահովում։ Շատ կանայք դատապարտյալներ ունենք, որոնք աշխատում են, իրենց աշխատանքով են զբաղված, բայց վերասոցիալականացումը առաջին տեղում է։ Այսինքն մենք աշխատանքը բաշխում ենք այնպես, որ այդ աշխատաժամանակը չխանգարի վերասոցիալականացման պրոցեսին։ Մասնագետները նայում են ըստ զբաղվածության, էլի։ Մեկը 0.25-ով է աշխատում, մեկը 0.5-ով, որպեսզի կարողանան նաև մասնակցել դասապրոցեսներին, կարողանան մասնակցել միջոցառումներին, ոչ մի բանից հետ չմնան։ Ես կարի եմ գնում, կարի սովորելու, բայց վարպետ եմ կարում եմ։ Սա եմ սովորել։ Անպայման կուզեիք։ Համարում եք լավ գիտեք, որ դուրս գաք կկարողանաք այդ գործը։ Անպայման կուզեիք կարի ցեխ ունենայինք, նստենք, կարանենք։ Քրեակատարողական հիմնարկի գրադարանից օգտվողներից ոմանք մասնագիտական գրականություն են նախընտրում, մյուսները գեղարվեստական գրքեր։ Այստեղ 2 ուսանող դատապարտյալ կա, որոնք հեռակա կրթություն են ստանում։ Խցերից, պատշախցերից մինչև խոհանոց, փաստաբանների կամ հարազատների հետ տեսակցության սենյակներ, քրեակատարողական ծառայության ու Աբովյան ՔԿՀ-ի ղեկավարության ուղեկցությամբ լրագրողների շրջայց էր կազմակերպվել ազատազրկման այս վայրում։ Առիթը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի լրագրողներին տված խոստումն է եղել, ազատազրկման պայմաններին ծանոթանալու հնարավորություն ստեղծելու մասին։ Լրագրողների հետաքրքրվածությունն էլ իր հերթին պայմանավորված է եղել այս տարի արձանագրված ինքնասպանությունների համեմատաբար մեծ թվով։ 2025 թվականին բոլոր քրեակատարողական հիմնարկներում միասին գրանցվել է 8 դեպք։ Ոլորտի պատասխանատուները նկատում են, նախորդ տարիներին վիճակագրության կայուն նվազումը հիմք էր տվել կարծելու, թե այդ առումով լուրջ խնդիր արդեն չկա։ Եթե օրինակ 21-22 թվականներին ինքնասպանության 3-ական դեպք է եղել, 23 թվականին գրանցվել է 2-ը, 24-ին ընդհանրապես չի գրանցվել։ Աբովյան ՔԿՀ-ի հոգեբանն էլ ասում է, ամենաբարդ 2 դեպքը, որոնց ուղղությամբ հիմա աշխատում է, էլի կապված է ինքնասպանության մտքերի հետ։ Մի դեպքում համարում է, որ արդեն ռեմիսիայի, արարքի վտանգավորությունը գիտակցելու եւ այն ղեկավարելու փուլում է, մյուսի հետ կապված դեռ արդյունք չկա։ Նշում է, որ կալանավորների ու դատապարտյալների հոգեբանական խնդիրները հիմնականում կապված են միջանձնային փոխհարաբերությունների հետ։ Խնդիրը ել ավելի է բարդանում, երբ դրսից բերած խնդիրը հանդիպում է ներսի խնդրին։ Բոլոր խնդիրները գալիս են, երբ որ երկու միջավայր իրար հետ համընկնում է, այսինքն դրսից այդ խնդիրը ինքը իր մեջ կրում է եւ գալիս է այստեղ այդ արտահայտման խնդիրները բերում են կոնֆլիկտի։ Առաջիկայում նախատեսվում է 2 խցում փորձնական տեղադրել տեսախցիկ, ինքնասպանության փորձերը կանխելու մտադրությամբ։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։